Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, Դավիթ, երբեմն քեզ հետ պատահել է, որ քաղցի զգացում ունենաս հատկապես առավոտյան ֆիզիկական կամ այսպես մտքային աշխատանք կատարելուց հետո եւ բացես սառնարանի դուռը եւ չկողնորոշվես ինչ կարելի է ուտել ու երկար այդպես կանգնած նայես սառնարանում եղած մթերքներին։ Ախր դու գիտես պատասխանել։ Այո, իհարկե, այո, միշտ։ Չգիտես ինչու դա հատուկ է միայն տղամարդկանց։ Իհարկե բացառություններ լինում են, բայց եթե դուք այս իրավիճակում եք, մեզ եկել է օգնության շեֆ խոհարար Դավիթ Գրիգորյան, ով խոհանոցում է եւ պատրաստ է հետաքրքիր ու շատ համեղ բաղադրատոմս առաջարկելու։ Ողջույն Դավիթ։ Բարև ձեզ։ Բարելիս։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ լավ։ Դուք ինչպես եք։ Հրաշալի որ տեսնում ենք քեզ ու շատ հետաքրքիր։ Չէ՞։ Փորձում ենք հասկանալ ինչ բաղադրիչներ կան քո սեղանի վրա դրված, առաջարկում պատմես մեզ ինչ ես պատրաստել։ Պատմեմ։ Այսօր նախապատրաստել ենք երկու զագատովկա, այսպես ասած, երկու ուտեստի համար, նախուտեստի համար, որոնք ունեն իտալական ծագում։ Կոնկրետ ինչ շատ է դուր գալիս իտալական խոհանոցը եւ հիմնականում մանավանդ վերջի տարիներին դեպի այդ կողմ եմ գնում։ Երևի մոտ է հայկականին, էլ ինձ թվում է ինչ-որ բաներով։ Մոտ է հայկականին ամեն։ Ես տենց եմ կարծում, հա։ Լավ է որ բարձեցինք երկու նախուտեստ է Դավիթ առաջարկելու, կարող ես սկսել դու պատրաստել, սիրելի ընկեր, որովհետև ես նախապես իհարկե մինչ դու հարցազրույցի էր, դե այսպես ծանոթացա մթերքների հետ, բաղադրիչների հետ եւ ուզում եի օրինակ հասկանալ բալի մուրաբան ինչ կապ ունի լոլիկի հետ։ Այս ամեն ինչի հետ։ Բայց արի ուտես, որ մենք այսօր երկու նախուտեստ ունենք առաջարկելու։ Ինչից ենք սկսում Դավիթ։ Սկսում ենք լոլիկով նախուտեստից, որը լոլիկա ստրաչետելան, դա մեզ հայտնի բուրատա պանրի շիճուկն է, ներսի պարունակությունը, որը որ պետք է համեմենք այս պարագայում թարմ կանաչիներով եւ լցոնենք այնուհետեւ լոլիկի վրա։ Եկեք չպատմեմ, ընթացքում կտեսնենք այստեղում եք հետևենք այո քո աշխատանքը եւ կփորձեք հուսա։ Իսկ լոլիկը հատուկ ինչ-որ կերպով է պատրաստվել։ Այո, լոլիկը կեղևազատել ենք նախապես, հիմա պիտի տապակենք կարակով, այնուհետև ըստ հերթականության ավելացնենք մնացած բաղադրիչները։ Հիմնականում շատ սակավ բաղադրիչներով ուտեստներ եմ ընտրել, որպեսզի մեր հեռուստադիտողը կարողանա տանը պատրաստել եւ ինչու ոչ նաեւ դուք։ Դրա համար ու ամենահամով բաները փորձը ցույցատվել ամենահասարակ բաղադրիչներով ուտեստներն են։ Այդ բանաձևը կարծում եմ գործում է յուրաքանչյուր ոլորտում։ Ես հենց այս բանին հիշեցի ժամանակի ամենասիրելի թատերագետներից մեկի խոսքը, որ վերաբերում էր Մհեր Մկրտչյանին։ Նա ասում էր Մհեր Մկրտչյանի հանճարը կայանում էր նրանում, որ թվում է թե նա անում է ամենապարզ բաները բեմում, բայց միևնույն ժամանակ դա ամենաբարդ աշխատանքն է իր կողմից արված։ Եվ իսկապես, եթե կարող ենք, ապա նրապես պետք է ծիծաղել, նրապես կարողանանք ջղայնանալ, բայց չի ստացվում, որովհետև նրա բնությունը լրիվ ուրիշ էր։ Ու նաև նույնը վերաբերում է փաստորեն խոհանոցին։ Այո, խոհանոցը եւս ստեղծագործ մտքի արդյունքում է ծնվում։ Մարդիկ հազարավոր տարիներ էվոլյուցիա են ենթարկել խոհանոցը, բերել հասրել մեր օրեր։ Հիմա քանի որ շուկայում շատ են արհեստածին ապրանքները, գիտեմ, քիմիկատները եւ այլն, մեր հիմնական գործառույթը դա մարդկանց առողջությունը պահպանելն է, որպես խոհարարներ։ Ես տենց եմ կարծում, այսինքն միքսոլոգիան բուն ուտեստ պատրաստելը բոլորը կարող են։ Խոհարարի ամենամեծ առանձնահատկությունը ստեղծել ուտելիք, որը կօգնի, կօժանդակի եւ չի վնասի մարդկանց առողջությունը։ Հիմա անցանք արդեն կարծես թե լոլիկը տապակելու։ Այո, լոլիկը տապակում ենք։ Իմիջայլոց կեղևով էլ կլինի, ցանկալի է կեղևազատել, որովհետև տապակելուց հետո կեղևն ու միջուկը իրար հետ չի լինում։ Ինչ Դավիթը կշարունակի իր աշխատանքը խոհանոցում, որովհետև պետք է ամեն դեպքում տեղավորվել եթերաժամի մեջ, իսկ դրա համար մենք ունենք առավելագույնը 10-12 րոպե։ Մի հատ հարց տամ քեզ հասկանալու համար, ինչպես ես քեզ դրսևորում խոհանոցում, երբ պետք է կեղևազատես լոլիկը։ Կարող եմ անկեղծ լինել։ Իհարկե։ Երբևէ չեմ կեղևազատել լոլիկը։ Երբևէ անգամ առիթ չի եղել կեղևազատել լոլիկը։
Բայց գուցե այս բաղադրատոմսը մենք վերջում կփորձենք միասին եւ եթե չէ վստահ եմ, երբ որ հասկանանք, որ հրաշալի եւ շատ համեղ բաղադրատոմս է, ես էլ փորձեմ։ Շատ կարծում եմ զավեշտալի կլինի այդ տեսարանը, բայց կփորձեմ։ Ամեն դեպքում փորձեմ։ Ինչու հենց այս հարցը քեզ տվեցի, որովհետեւ այնքան տարածված է, շատերը չեն համբերում նույնիսկ որ լոլիկը շատ տաք ջրի մեջ էսպես կեղևը թուլանա, որպեսի հեշտությամբ հանեն եւ այս առիթով համացանցում տարածվեց շատ լայֆհաքեր կապված կեղևազատելու հետ լոլիկի ու երբ փորձում ես նայում ես թե ինչ վարպետորեն են նրանք դա անում եւ հետո դու խոհանոցում ես փորձում նույնն անելու չի ստացվում, սկսում է մենամարտը տեսանյութերի եւ քո միջև բայց ամեն դեպքում լավագույն սեփական փորձից ես խոսում ինչ միանշանակ այո իհարկե եւ չի ստացվել այդ լայֆհաքերով չի ստացվել որովհետեւ ամեն դեպքում ժամանակի սղությունը էլի հաշվի առնելով շտապում ես հասկացա իսկ որն է լայֆհաքը ինձ հետաքրքիր է ինչ հատուկ ձև էին առաջարկում որը չի ընդամենը նախապես այսպես 4 մասի ենք բաժանում կեղևը այսպես դանակով բարակ երկու գիծ ենք անում խաչանման պարզապես թողնում ենք թավայի մեջ մի քանի րոպե ընդամենը ջրի մեջ թավայի մեջ եւ այնուհետեւ պարզապես մատի մի հպումով ըստ իհարկե առաջարկվող տեսանյութերի կարողանում էին կեղևազատել լոլիկը ինձ մոտ տպավորություն է որ այդ տեսահոլովակը եւս արհեստական բանականության միջոցով է ստեղծված եղել եւ դու հավատացել ես որ գուցե դա հնարավոր է բայց արի Դավիթին հարցնենք մենք ի վերջո շեֆ խոհարարում ենք խոհանոցում Դավիթ ճիշտ տարբերակ է կեղևազատելու հեշտ լոլիկը այդ խաչաձև կտրվածքը եւ թողնել ջրի մեջ իրականում շատ տարբեր են դրանք ես երկու ձևից եմ օգտվում եռացրած ջրով կեղևազատման տարբերակից եւ գարելկայով բաց կրակով երբ որ այրում ես բաց կրակով լոլիկը մեխանիկորեն ինքը բաց է թողում շերտը Շնորհակալություն եւ մինչ լոլիկը կտապակվի Դավիթ խնդրում եմ մեզ ասես եւ սկսես արդեն երկրորդ նախուտեսի պատրաստման աշխատանքները կարծում եմ կարելի է զուգահեռաբար այո լոլիկը արդեն պատրաստ է մեր նախուտեսը արդեն 90%-ով պատրաստ է առաջինը մեզ պետք է ուղղակի տապակել լոլիկը եւ սրաչետելայի վրա ավելացնել թարխունը ավելացնում ենք լոլիկը հապսեի մեջ ես արդեն պատկերացնում եմ ինչ համեղ է լինելու Առաջին նախուտեսվեք դուք շատ արագ պատրաստվեց Խնդրեմ Միշտ զարմացել եմ որ ֆիզիկական աշխատանքից հետո քաղցի զգացում ունենալը դա նորմալ է բայց երբ այսպես միտքդ է աշխատում եւ ավելի շատ անում ենք գրքային աշխատանք կամ դպրոցում կամ ուսանող ժամանակաշրջանում ես հիշում եի թե վտավոր աշխատանքից հետո ինչ քաղցի զգացում է մարդու մոտ առաջանում։ Հիմա կարծես այս տրաչատելան միասին խառնում ենք, հա? Այո, ավելացրեցինք նաև լիմոն, թարմություն հաղորդելու համար եւ չիլի պղպեղ եմ ես ավելացնում, դա ըստ ցանկության։ Ու պարզապես ավելացնում ենք լոլիկի վրա այդ։ Այո, տապակված լոլիկի կենտրոնում։ Եվ խնդրեմ, ահա մեզ առաջարկվող հետաքրքիր շատ համով իտալական ծագում ունեցող, բայց հայ մասնագետի կողմից պատրաստվող այո ուտեստը իտալական դարձնում է հիմնականում հենց ստրաչետելան խնդրեմ ունենք առաջի տարբերակը որը ցանկալի է փորձել ամբողջ ատիկի հացով մենք նախնական արդեն կտրատված ունենք ամբողջ ատիկ սերմերով հաց որը օժանդակում է մարսողությանը էլ ավելի լավն է դարձնում իմունային համակարգը երկրորդը մեզ մոտ երկրորդը շատ պարզ է ուղղակի վերցնում ենք ավոկադոն Երկրորդ նախուտեսի բաղադրիչները ավոկադո, մեղր, ես հիշում եմ այնտեղ կար։ Այո, դու կարծես էլ ինչ բաներ ես տեսել այն։ Բալի, մուրաբա ես տեսել։ Այս պարագայում մեղրը կփոխարինենք վիշնյայի մուրաբայով, որպեսզի եւ թթվային եւ քաղցրահամ զանգված ստանանք։ Ես գնալով հասկանում եմ, որ ավոկադոն սխալ է միշտ կեղևազատում։ Գիտես, տես արդեն որերորդ շեֆ խոհարարն է, որը գտալի միջոցով է դա անում։ Ես միշտ հենց կտրելուց հետո այսպես կտրատում եմ դանակով եւ հետո նոր հանում եմ։ Արդեն կտրատված տարբերակով եմ հանում։ Կարծում բարդացնում եմ իմ աշխատանքը։ Նման օրինակ ձևով կարելի է կեղևազատել նաեւ ձուն, օրինակ ես այդպես անում։ Մի փոքր այսպես արչեւի մասից կեղևը հանում եմ, հետո կտալով։ Եթե իհարկե ձուն մինչև վերջ խաշված է։ Ասեմ ձեզ, երբեմն, քանի որ համացանցով տարածված է, պատրաստելը
եւ այլ ու շատ տարբեր մարդիկ են պատրաստում։ Երբեմն մեզ խոհարարներից շատ է պետք գալիս այդ կոնտենտը, որը որ ստեղծում են ուղղակի հասարակ մարդիկ։ Իրանք կարա մի հատ սովորական մարդ այնպես մի հետաքրքիր մոտեցում ցույց տա ինչ-որ ուտեստի, որը մենք կիրառենք հետագայում ռեստորաններում, ու այդքանով շատ օգուտ տա։ Այսինքն դուք էլ հետևում եք տրենդերին ամեն դեպքում։ Իհարկե։ Քանի որ Հայաստանը փոքրիկ շուկա է, երբեմն համացանցի միջոցով շրջում ենք աշխարհով, եւ ծանոթանում շատ տարբեր կուլտուրաներին, մինչեւ որ ժամանակային առումով հասնենք ֆիզիկապես ունենանք։ Իսկ հետաքրքիր է ինչպես եք ընտրում բաղադրատոմսերը առհասարակ, այսինքն փորձում եք Հիմնականում ներշնչանքի արդյունքում է ծնվում, անկեղծ ասած, ու ըստ կոնցեպտի, եթե խոսքը ռեստորանի մասին է, հիմնականում բաղադրատոմսը ձևավորում է սեփականատիրոջ ցանկությամբ, այսինքն ով որ ռեստորանը պիտի բացի, իսկ եթե կոնկրետ մեր ուտելու մասին է, հիմնականում այն ինչ կա սառնարանում, ինչ արկա է տան այդ պահին։ Ուղղակի կտրատում ենք ավոկադոն խորանարդների չափսերը ընդհանրապես էական չի, ըստ ցանկության ամեն մարդ կարող է ձև անել։ Ավոկադոյի վրա ավելացնում ենք թթվասեր, կարող եք անգամ ավոկադոն ճզմել, սարքել խյուս։ Ես սիրում եմ, որ կտորներով ալի։ Ավելացրեցինք թթվասեր։ ավոկադոն թթվասերով չի փորձել դեռ։ Ես էլ անկեղծ։ Թթվասերի վրա անմիջապես ավելացնում ենք բալի մուրաբան։ Ընտրեմ։ Եվ Տեսակ հետաքրքիր քաղցրավենիքի է, չէ՞, այսպես նման։ Այո, եւ աղի ինդեղենը։ Աղի ինդեղենը կարող եք կտրատված անել, կարող եք ամբողջական անել։ Ես նախընտրում եմ ամբողջական, որովհետեւ մեր մնացած բաղադրիչներն էլ են խոշոր, նո բացի թթվասերից, հետեւաբար ավելի սիրում կլինի, որ այդպես լինի։ Այս դեպքում երևի ավելի ընդգծված կլինի ամեն մի բաղադրիչի համային երանգը, չէ՞։ Այո։ Խնդրեմ։ Ուտեստը կարող ենք մատուցել չորահացերով։ Այստեղ ունենք սերմերով հաց, ֆրանսիական եղանակով թխված եւ որպես զարդարանք եւ Ինձ թվում է դու հենց նոր մտածեցիր, որ կարելի է զարդարել քո ձեռքի տակ եղած կանաչեղենի որևէ կտորով։ Թե նախապես մտածել ես։ Իրականում մեր գործում շատ է էքսպերիմենտալ կողմերը, ահա որ շատ, դրա համար խոհարար լինելու համար պետք է լինես կրեատիվ մարդ, որովհետև ինչ որ սկզբունքներ, ստանդարտներ երբեմն շատ է շեղվում ու անկախ մեր կամքից։ Մյուս նախուտեստը մեծ մոտ պատրաստ է։ Հրաշալի տեսք ունեն երկուսներ, վստահ եմ նաև շատ համեղ է ստացվել, ես առաջարկում եմ հայտնենք ժամանակ չկորցնենք, Դավիթին շնորհակալություն հայտնենք այս երկու հրաշալի նախուտեստների համար, մենք էլ շտապենք խոհանոց, փորձենք տեսնենք ինչ ստացվեց, ինչ կասես։ Մեծ սիրով ես հավատում եմ դրական ու շատ համեղ արդյունքին, մնացեք պես հետ մենք շարունակում ենք մեր ընթացքը, գնանք փորձենք։